պատմության հետ, որովհետև կարծում եմ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի, մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Եվ սա է մեր ընկալումը, որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով պետք է նաև հասկանանք մի բան։ Իսկ ո՞րն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը։ Որտեղ պատմությունը երկար երևույթ է։ Կա 50 տարվա պատմություն, կա 30 տարվա պատմություն, կա 50 տարվա պատմություն, կա 100 տարվա պատմություն, կա 500 տարվա պատմություն, կա 1000 տարվա պատմություն, կա 2000 տարվա պատմություն։ Եվ եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունը եւ հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, այդ նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը։ Ընդհանրապես, ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Սա չի վերաբերվում միայն մեր տարածաշրջանին։ Ընդհանրապես, եկեք գնանք վերցնենք ցանկացած ռեգիոնի պատմության ցանկացած երկրում տպագրված ցանկացած գիրք։ Ինչի մասին է պատմությունը։ Պատմությունը սովորաբար խաղաղության մասին չի լինում, պատմությունը սովորաբար լինում է կոնֆլիկտների մասին, որտեղ խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Պատմաբանի տեսակետից, որտեղ խաղաղությունը վիճաբանություններ եւ բանավեճեր չի հրահրում։ Խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն։ Իսկ ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է։ Եվ ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադրի լինենք պատմության վերաբերյալ։ Այն տրամաբանության մեջ, իսկ ինչ ենք մենք ասում, իսկ ինչու չեն կարող հղում անել, չի կարելի հղում անել, մասնավորապես այն ժամանակների պատմությանը եւ կան իմիջայլոց պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ եւ քաղաքական առաջնորդներ, ովքեր հղում են անում այն ժամանակների պատմությանը, դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին կիրովականներով եւ կիրովաբադներով, լենինականներով եւ լենինաբադներով, Կույբիշևներով, Հոկտեմբեր կինոթատրոններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, ովքեր լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա։ Համարում են, որ սա է, գիտեք, որ այդպիսի պատմություն է եղել, երբ որ Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային հայտնի դիվանագետներից մեկը վերնագրել էր պատմության ավարտ, բայց կան նաև քաղաքական շրջանակներ, ովքեր պատմության մեկնարկը համարում են հենց կիրովականների եւ կիրովաբադների ժամանակաշրջանը։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ դա պատմություն չի եղել։ Եվ հղում անել ժամանակ առ ժամանակ այն իրավիճակին, երբ որ մեր տարածաշրջանում, գիտեք, պետք է հետևյալ արձանագրել, մեր տարածաշրջանը վերջին 100-ամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը,
Դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ եւ կիրովաբատներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբատները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբատները, Օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները եւ կիրովաբատները, ում մոռացա, մոնղոլ թաթարական շրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբատները, բյուզանդական ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբատները, եւ մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Ընդհանրապես վերջին ժամանակա Հայաստանում ամենաշատ սիրված եւ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է։ Եվ վերջին տարիներին մեր կառավարության եւ անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Եվ այս պատահական չէ, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից հետո վերադառնալով Հայաստան 10 օր անց ուղերձով դիմեցի Հայաստանի ժողովրդին, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա աներկբա է, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի։ Ինչպես նորածին երեխան, եթե ամենօրյա խնամքի չտրվի, ցավոք գիտենք, թե ինչ տեղի կունենա։ Եվ հետևաբար նույնը վերաբերվում է նաև խաղաղությանը, որը այսօր արդեն մի քանի ամսական երեխա է։ Եվ մենք պետք է կայացնենք որոշումներ, մենք ուզում ենք խնամենք այդ երեխային, թե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի կամքը անսասան է, մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը իդեպ շատ կարևոր է։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։ Սա եզակի դեպք է։ Մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Սա այն խաղաղությունն է, որ այո դժվարությամբ, բայց մենք մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել։ Եվ սա այն ընդհանուր արժեքն է, առաջին ընդհանուր արժեքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ստեղծել են։ Եվ այդ արժեքը առանձնահատուկ խնամքի կարիք ունի։ Մենք պետք է մեր շատ ընկալումներ այո վերանայենք։ Եվ օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասացի մի բան, որը կարծում եմ ընդամենը գուցե ամիսներ առաջ, գուցե մի տարի, 2 տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասցի նաև, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ես ձեզ ընդհանրապես մի օրինակ եմ ուզում բերեմ, դա ցույց տալու համար, թե տրամաբանության որոշակի ինչպիսի խզումներ են երբեմն տեղի ունենում։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց
սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Ընդ որում սա հնչում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն 5 րոպեան, 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնալ, այսինքն ասում են, որ մաքսային սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ հետ պրոբլեմա ոնց կլինի, չի կա, դա հնարավոր աներևակայելի է։ Ես այն չի համար եմ ուզում ցույց տամ, ինչի համար եմ սա ասում։ Ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ տրամաբանության խզում կա։ Այստեղ տրամաբանության խզում կա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ ունենք լուծումներ եւ ավելին, այդ լուծումները շատ տրամաբանական են եւ նույնիսկ գծագրված։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից սովորաբար կան շատ մեջբերվող եւ քիչ մեջբերվող կամ գրեթե չմեջբերվող կետեր։ Այդ չմեջբերվող կետերից եւ ընդհանրապես իմ կարծիքով այդ հռչակագրի կարևորագույն կետը 5-րդ կետն է, որը ըստ էության խոսում է, արձանագրում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության տեսլականը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հիմա մենք հասել ենք մի կետի եւ հասունացել է նորակարգը, երբ որ մենք պետք է արձանագրենք արդեն իսկ արձանագրվածը իմիջայլոց, որը ինչ որ առումով կարելի է անվանել նաեւ ռազմավարական գործարք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, որն է եւ որը կարող է լինել այդ ռազմավարական գործարքը։ Իսկ գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն ինչը ասացի, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։